Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Business Lab-ն է, ես Անիկ Կեսոյանն եմ, այսօր խոսելու ենք մի թեմայից, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բիզնեսը։ Այսօր մեր հյուրն է Media Systems գովազդային գործակալության գործադիր տնօրեն Յանա Յանիկյանը, ով զուգահեռ դասավանդում է Երևանի Պետական համալսարանում եւ Հայ-Ռուսական համալսարանում։ Բարև ձեզ Տիկին Յանիկյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինձ համար առանձնահատուկ հաճելի է կին ձեռներեցի վերջապես հյուրընկալել, ինչպես նաև ոլորտից կախված կրկնակի հաճելի եւ հետաքրքիր է։ Շնորհակալ շատ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել ձեզ եւ ձեր թիմին 13-ամյակի կապակցությամբ, որը նշել եք մի քանի օր առաջ։ Ամփոփելով այդ 13 տարիները, ինչ կասեք, որն է ձեր ընկերության այն առաջնային ու հիմնական նպատակը, որը հաղթարեցիք։ Նախ ես միշտ երբ խոսում եմ մեր անցած ճանապարհի մասին, նշում եմ, որ գովազդային աշխարհում մի տարին ինքը հավասարազոր է մնացած բիզնեսների մի քանի տարիներին, որովհետև մեզ մոտ ռիթմը, մեզ մոտ այդ տեմպը, որ քեզ մշտապես ստիպում են նոր արարություններ ստեղծել, ինքը մի քանի անգամ ավելի շատ է եւ այդ 13 տարին կարելի է իրան մի քանի անգամ բազմապատկել եւ համարել շատ ավելի երկար տարիներ։ 13 տարին ինձ թվում է ամենակարևոր բանը, որ ձեռք ենք բերել, դա վստահությունն է շուկայում։ Վստահությունը քո ասնվության, բիզնես ասնվության, վստահությունը քո մատուցած ծառայությունների որակի նկատմամբ, վստահությունը առհասարակ որպես գործընկեր իրենց կողքին լինելու եւ process-ները գրագետ իրականացնելու համար։ Ու վստահությունը բիզնես դաշտում կփաստեն գրեթե բոլոր բիզնես դաշտի ներկայացուցիչները, որ դա շատ կարեւոր է։ Դու կարող ես լիքը բան ինչ-որ մի պահի կորցնել, վերականգնել, բայց վստահությունը, եթե դու կորցրեցիր, իրեն վերականգնելը կարելի ասել գրեթե անհնար է։ Գովազդային ոլորտում ու առհասարակ թվային ոլորտում աշխարհը կարելի ասել բառից բուն իմաստով ժամ-առ-ժամ է փոփոխվում, ինչպես է կարողացել 13 տարիների ընթացքում մնալ ժամանակի մեջ։ Դա ամենաբարդ բաներից մեկն է։ Ես միշտ իմ թիմին ասում եմ, որ եթե մենք այսօրը անցավ եւ ինչ որ մի նոր բան չստեղծեցինք, ինչ որ մի նոր բան չսովորեցինք, ինչ որ նոր մոդել աշխատանքային, ինչ որ թեկուզ մանրուկ էլեմենտ չներառեցինք մեր աշխատանքային առօրյայում, մենք կարող ենք համարել, որ ոչ թե առաջ չգնացինք, այլ մի քանի քայլ հետ գնացինք, որովհետեւ գովազդային աշխարհը առավել եւս թվային գովազդի, թվային մարքեթինգի աշխարհը ինքը շատ դինամիկ է եւ իր պարագայում դու չես կարող ասել, որ դե լավ, այս մի շրջանն էլ առանց նորարարության։ Ու երբ որ ես ասում եմ նորարարություն, դա պարտադիր չի ինչ որ խոշոր ինտեգրացիաներ, դա կարող է լինել թեկուզ մի հատ փոքր էլեմենտ աշխատանքային process-ում, բայց դու պետք է միշտ նորը ստեղծես եւ իա շատ կարեւոր բան կա, որ առաջին հայացքից մենք բոլորս ասում ենք հետեւել տենդենսներին, բայց մյուս կողմից պետք է միշտ հիշել, որ եթե դու ուզում ես լինել շուկայում առաջատար, դու պետք է դա ստեղծողն էլ լինես։ Դու չես կարող պարզապես հետևել։ Իհարկե կան բազմաթիվ զարգացման միտումներ, որոնց մենք հետևում ենք։ Դու չես կարող հեռու պահես քեզ համաշխարհային տենդենսներից կամ լոկալ ինչ-որ շուկայի պահանջարկից, բայց միևնույն ժամանակ, եթե դու տևական ժամանակ լինես միայն հետևող, թեկուզ շատ գերազանցիկ հետևող, դա լավ բանի չի բերելու, դու պետք է թելադրես դա, դու պետք է դա ստեղծես եւ այդ բալանսը պահես, եւ հետևելու եւ ստեղծելու։ 13 տարի առաջ գովազդը ավելի նման էր բարձրախոսի, որով բիզնեսը գոռում էր իր մասին, հնչեցնում էր իր մասին։ Հիմա շատ ավելի բարդ է, իր մեջ ներառում է գրեթե բոլոր ոլորտները, բոլոր ուղղությունները։ Ինչպես եք կարողանում գտնել այդ ուղին, այդ որը որ ու հիմա արդյոք դժվար չէ ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող աշխարհում մարդկանց վստահությունը ու ուշադրությունը գրավել։ Գիտեք, ես հաճախ բիզնեսի մասին ասում եմ, որ բիզնեսը շատ նման է երկխոսության, ու երկխոսության մեջ, որպեսզի այն լինի լիարժեք, շատ կարևոր է լսելու ունակությունը։ Ու նույնը բիզնես process-ների մեջ դու պետք է կարողանաս լսել։ Լսել քո սպառողին, լսել քո թիմին, լսել ինքդ
քեզ, լսել են ամբողջ հմտություններին, որոնք դու ձեռք ես բերել տարիների ընթացքում։ Ու երբ որ դու լսում ես ու հասկանում ես, թե շուկան ինչ է ակնկալում, թե դու ինչով կարող ես գրավել քո շուկային, ինչով դու կարող ես հետաքրքիր լինել, միայն այդ դեպքում ես դու հաջողում բիզնես դաշտում։ Այդ երկխոսությունը շատ կարևոր է։ Եվ դուք նշեցիք, որ այո, 13 տարի առաջ շուկան ես չեմ կարող ասել, քանի անգամներ փոխված է եւ ես իրոք ուզում եմ իմ բոլոր խոսքերի մեջ, իմ բոլոր հարցազրույցներում ես միշտ նշում եմ, որ մեր շուկան շատ արագ եւ դինամիկ զարգանում է։ Դա պետք է միշտ փաստել, որովհետեւ այն շուկան, որ կար 13 տարի առաջ ու այսօր իրենք շատ են տարբերվում։ Այսօր շատ կարեւոր է, որ բիզնեսները ունեն նեղ մասնագետներ, մարքեթինգով զբաղվում են մարքեթինգի մասնագետները, անգամ եթե իրենք հիմնարար կրթությամբ մարքետոլոգ չեն, բայց իրենք ունեն հմտություններ, իրենք մասնագիտական շատ խորը ունակություններ ունեն եւ դա շատ զարգացնում է process-ը։ Եվ այսօր շատ ավելի հեշտ է դարձել բիզնես հաղորդակցությունները, քան տարիներ առաջ, երբ որ դու նախ ի սկզբանե փորձում էիր ինչ-որ բան բացատրել, իսկ այժմ այն ավելի երկխոսության նման է, գրագետ քննարկումների նման է, գաղափարների գեներացիայի նման է, շատ ավելի հետաքրքիր է դարձել եւ ավելի ազատ նորարարությունների համար։ Առաջ միայն գովազդային վահանակը բավարար էր գովազդի համար, դրսի վահանակները, հիմա շատ ավելի ռազմավարություն, ամեն ինչ, ինչը որ ավելի նպաստում է։ Խոսելով մարքեթինգից, չկա հիմա խնդիր եւ դժվարություն հաճախորդների հետ, ովքեր չեն տարբերում մարքեթինգը, PR-ը, գովազդը, այդ ամեն ինչը երեքը միասին ընկալում են որպես գովազդ, հետեւաբար սպասելիքն ու ակնկալիքն էլ համապատասխանաբար խառն է։ Ինչպես եք այդ հատվածով կազմակերպում եւ բացատրում, որ օրինակ երեքն էլ իրարից տարբեր ոլորտներ են եւ նպատակներն էլ եթե ինչ որտեղ հատվում են, ապա ինչ որ տեղեր էլ նաեւ տարբեր են։ Ասեմ, որ բարեբախտաբար շատ ավելի փոքր տոկոս է կազմում գործընկերների մեջ այն մարդիկ, ովքեր այդ ամենը չեն տարբերում։ Ես հաճախ եմ լսում մտքեր, որ դաշտը խառն է, մարդիկ չեն տարբերում, տարբեր մասնագիտական ունակություններով մարդիկ են, բայց ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ այդքան վատ չի, հակառակը ամեն ինչ շատ լավ է եւ կարևոր է, որ այսօր խոշոր ընկերությունները հիմնականում ղեկավարում են այն մարդիկ, ովքեր հստակ այդ տարանջատումը գիտեն, ու նաև եթե անգամ ինչ-որ շատ նեղ մասնագիտական հարցերում միգուցե ամբողջությամբ չեն տիրապետում process-ին, ունեն վստահելու, լսելու ունակությունը։ Ես իմ խոսքում շատ նշեցի այդ երկու բառը վստահել ու լսել, բայց դա հիմնարար է, երբ քո գործընկերը, այո, հնարավոր է ինքը որոշակի process-ներից այդքան հմուտ չի, այդքան շատ միայն այդ գործիքներով չի աշխատում, բայց նա ունի ունակություն վստահել, գտնել լավ գործընկեր եւ իր հետ անել այդ բոլոր process-ները։ Դա շատ կարևոր է, երբ որ դու վստահում ես քո գործընկերոջը։ Իմ կարծիքով շուկան բավականաչափ զարգացել է եւ այդ տարանջատումները հաստատ իրենց տեղն ունեն եւ բոլորը դրան տիրապետում են։ Իսկ լինում են, երբ օրինակ գովազդը փոխարինում են SMM-ով կամ բլոգինգով, շատ հաճախորդներ մտածում են, որ X բլոգերի մոտ մեկ անգամյա կամ թեկուզ ինչ-որ ժամանակահատվածի համագործակցությունը բավարար է ու դա հերիք է։ Այդ հատվածով ինչպես եք Գիտեք, ստեղ մի քիչ հարցադրումը ես այլ կերպ մի փոքր կփոխի իրականում նույն ինֆլուենսինգ մարքեթինգն էլ համարում գովազդի եւ առհասարակ առաջխաղացման գործիք։ Եվ ես կարող եմ այսպես ասել, շատ հակասական են մարդիկ ընկալում ինֆլուենսեր մարքեթինգը։ Մի կողմից այն հաճախ շատ թերահավատորեն են մոտենում, կա նաեւ մի հատ ուրիշ դաշտ, որ գերագնահատում են։ Ես միշտ կոչ եմ անում մեր գործընկերներին եւ բլոգերային դաշտի գործընկերներին եւ բիզնես դաշտի գործընկերներին նախ հասկանալ ինչ է ուզում մեր product-ը եւ տվյալ գովազդային արշավի շրջանակներում ինչ ենք ուզում մենք։ Շատ հաճախ կարող է լինել դեպքեր, որ այո ձեր նշած ինֆլուենսերի մեկ ինտեգրացիան բավարար լինի տվյալ գովազդային արշավի խնդիրները լուծելու համար։
Կարող են լինել արշավներ, որ անգամ 10 ինտեգրացիաները բավարար չլիներ եւ այդ ժամանակ պետք է արդեն կոմպլեքսային մարքեթինգային գործիքներ ուղարկի օգտագործել, տարբեր գովազդային առաջխաղացման գործիքներ։ Դա կախված է մեր մարքեթինգային խնդրից եւ կախված է նաեւ շատ կարեւոր մի բանից, արդյոք ինչքան է համապատասխանում մեր սպառողի լսարանը եւ ընտրված ինֆլուենսերի լսարանը, որտեղ կարող է օրինակ որևէ ինֆլուենսեր ունենա շատ մեծ լսարան, շատ հավատարիմ լսարան, շատ ընկալունակ ինֆորմացիայի նկատմամբ, բայց դա չլինի այն լսարանը, որը մեզ պետք է ընկալի այդ ինֆորմացիան։ Շատ կարևոր է այս կետերից սկսել եւ ինչու ոչ ինֆլուենսեր մարքեթինգն էլ ունի իր տեղը եւ կարող է մարքեթինգային խնդիրներ լուծել։ Կախված է թե որն է մեր մարքեթինգային խնդիրը։ Հենց դա էի ուզում ասել, որ ոչ թե ինչ որ մարքեթինգային խնդրի բավարարման մի հատված են դիտարկում կամ ամբողջ ռազմավարության նպաստող գործիք, այլ միակ բավարար միջոցը։ Այսինքն նույնիսկ առանց գործակալությունների, գովազդային ընկերությունների, մարքետոլոգի, մարքեթինգային թիմի միանգամից բիզնեսմենը կապ է հաստատում բլոգերի հետ, որ հնարավոր է հաճախ չհամապատասխանի իր լսարանին կամ իր պրոդուկտին, խոսքս այս հատվածի մասին էր։ Դա հիմնականում լինում է փոքր բիզնեսի պարագայում, խոշոր բիզնեսները բնականաբար դա պետք է շատ ավելի տարբեր ուղղություններով իրականացնել, տարբեր գործիքակազմ օգտագործել եւ դա հիմնականում վստահվում են գովազդային գործակալություններին, ովքեր ամբողջական ռազմավարությունից մինչև վերլուծություն այդ օղակները ամբողջությամբ կապահովեն։ Իսկ փոքր ընկերությունները, երբ որ ունենում են ավելի քիչ ինտեգրացիաներ, այո, դա էլ իրենց համար կիրառելի է, կախված թե մենք ինչ արդյունք ենք ուզում եւ ինչ ռեսուրսներ ունի տվյալ ընկերությունը, քանի որ դա շատ կարեւոր է հաշվի առնել սահմանափակությունը ռեսուրսների եւ եթե այդ ռեսուրսները բավականացնում են միայն սոցիալական ցանցերում գովազդի միացմամբ, այո, արեք դա, բայց արեք դա գրագետ, արեք դա ճիշտ մեսեջինգով, արեք, որ ձեր լսարանը դա տեսնի։ Եվ արդեն խոշոր ընկերությունների պարագայում բնականաբար պատկերը այլ է եւ այնտեղ օգտագործող գործիքակազմն էլ է այլ, ընտրված մեխանիզմներն էլ են այլ, պատկերը բավականին տարբերվում է։ Ամենաուրախալի, չնայած կարելի ասել հակասական լուրերից մեկն էր YouTube-ի մոնետիզացիայի Հայաստանում լինելը, շատերի համար այն լավ լուր էր եւ հնարավորություններ ահռելի շուկայի համար, ոմանց համար էլ հակառակը, մենք շատերն ասում են փաստորեն մենք այսքան ժամանակ YouTube-ի պրեմիում օգտատեր էինք եւ հիմա չգիտեինք դրա մասին։ Եվ հիմա հակառակը։ Գիտեք, միշտ յուրաքանչյուր process-ում լինում են եւ գոհ մարդիկ եւ դժգոհ մարդիկ, նայած թե որ կողմից ենք նայում։ Ես այս հարցին բնականաբար նայում եմ մասնագիտական տեսանկյունից, անգամ իմ սոցիալական ցանցերում հրապարակում անելուց կատակել եմ այդ թեմայով ու գրել եմ, որ միակ բարդ բանը երեխաներին բացատրելն է, թե ինչու մեքենայում երբ որ YouTube-ով իրենց երաժշտություն ես միացնում, ինչ որ բաներով ինքը ընդհատվում է։ Միակ վատ բանը դա եմ պատկերացրել։ Իրականում հայ եթե դու մոռանաս քո մասնագիտական կողմը եւ նայես զուտ սպառողի տեսանկյունից, դե հա, բնական ավելի հաճելի է, երբ որ ոչինչ չի ընդհատվում, դու քո ուզածը նայում ես նույն վայրկյանին, բայց եթե դնենք այդ մի կողմ, մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչա դա տալիս այդ մոնետիզացիան։ Եթե մենք զուտ նայում ենք որպես սպառող, չեմ նայում հիմա ինձ այս դաշտի ներկայացուցիչ, ես որպես սպառող ինչ եմ ուզում, ուզում եմ որակյալ կոնտենտ։ Թեպետ այդ որակյալ կոնտենտի համար ռեսուրսը չէ պետք։ Այդ որակյալ կոնտենտը ստեղծելու համար չի կարող ստեղծողը անընդհատ ներդրում անի։ Ինչ որ մի հատ պահի պետք է ներդրումը վերադառնա, որպեսզի դա չհակասի բիզնես տրամաբանության։ Եվ եթե ես ուզում եմ սպառել որակյալ կոնտենտ, դե մի փոքր էլ այդ գովազդային դադարներով պետք է պատրաստ լինեմ ինձ նեղություն տալ ճակերտների մեջ, սա ոչ մասնագիտական ձևակերպումն է, իսկ մասնագիտական առումով դա հիանալի հնարավորություն է, ես բազմիցս խոսել եմ այդ թեմայի շուրջ, սա հիանալի հնարավորություն է կոնտենտ ստեղծողների համար, հիանալի հնարավորություն է տարբեր ընկերություններին իրենց գովազդային արշավները ավելի լայն կազմակերպելու համար, սա հիանալի հնարավորություն է գովազդային ընկերությունների համար ավելի մեծ սպեկտր ծառայությունների առաջարկելու համար, մասնագիտական դաշտի համար սա ուղղակի հիանալի է մի բառով։ Այլ բան է, որ սպառողներից իմ մոտ էլ ես որ թերթում եմ իմ սոցիալական ցանցերի էջերը, որ կարդում եմ
ոնց կարելի է այսքան շատ գովազդ, բայց մենք բոլորս երբ որ ճամփորդում ենք ու ինչ որ մի հատ երկիր ենք մտնում, որտեղ YouTube-ը արդեն իսկ մոնետիզացվում էր, շատ անգամներ ավելի շատ գովազդ էինք տեսնում, քան հիմա մենք Հայաստանում տեսնում ենք։ Չեմ ուզում վախեցնել մարդկանց, բայց ասեմ, արժևում էլ ավելի հագեցված YouTube է սպասում, որովհետև սա առաջին փուլն է, փորձարկումներ եւ բիզնեսները իհարկե բավականին ճկուն արձագանքեցին, բայց ամեն դեպքում հետագայում ավելի շատ ծավալ է գալու այդ մասով, դա որ պետք է պատրաստ լինել եւ օգտվել։ Իհարկե, եւ օգտվել եւ ամեն ինչին չնայել միայն մեկ ուղղությամբ այդ պահի մեր հարմարության։ Եթե մեզ դուր է գալիս ինչ որ YouTube-յան տիրույթում մի բան, դա պետք է մոնետիզացվի եւ դա առհասարակ բիզնեսի շարժիչ ուժն է։ Առանց մոնետիզացիայի հնարավոր չի առաջ շարժվել։ Դրա համար փորձենք մի քիչ զիջողաբար մոտենալ տվյալ հարցին, ավելի սիրով դիմավորել գովազդների, այսքանը հումորով եմ ասում, բայց պետք է մի փոքր նաև մեդալի մյուս կողմը նայել, թե ինչի համար է դա արվում։ Այն նաև հսկայական ազատություն է տալիս շատերին, մարդիկ, ովքեր ինչ-որ լրատվականներում կամ հեռուստաընկերությունում իրենց համար ինչ-որ դռներ են փակվել, շատ-շատերը առանձին գնում իրենց համար YouTube-յան ալիք են բացում ու այն ամենը, ինչ անում են օրինակ հեռուստաընկերությունում կամ մեկ վայրում, որտեղ իրենց համար արդեն հնարավորություն չկա, այդ նույնը անում են YouTube-ում եւ դրա դիմաց ստանում գումար։ Ես էլ եմ կարծում, որ հրաշալի հնարավորություն է, ես շատ ուսանողներ ունեմ, ովքեր շատ տաղանդավոր են, բայց դեռ երիտասարդ են, տենց շատ մեծ հաղորդումների հնարավորություններ, այսպես ասած չունեմ, եւ իրենք փորձում են այս ֆորմատով ու ասեմ, որ շատ լավ է ստացվում։ Իհարկե, սկսելու process-ում դեռ շատ բաներ կան հղկվելու, բայց սա հիանալի հնարավորություն է, ինչի չօգտվել այդ հնարավորությունից։ Խոսելով ուսանողներից, կապենք թեման ավելի վաղ ասացի հետ, որ ժամանակակից աշխարհում թվային ոլորտը ժամ առ ժամ է փոխվում, համալսարանական կրթությունը կարծես ավելի դանդաղ է քայլում, քան այս ոլորտը զարգանում է։ Ինչպես եք կարողանում ուսանողներին սովորեցնել կամ պատրաստել մի բանի, որը հենց այդ պահին է գալիս։ Ոյ, տենց տխուր հարցեր մի տվեք ինձ։ Իրականում ինչ եմ ասում տխուր, նախ ես ասեմ, որ ես բավականին երկար տարիներ է դասավանդում եմ Սլավոնականում, 14 տարի է ինչ դասավանդում եմ, ԵՊՀ-ում ավելի նոր է իմ դասավանդման շրջանը։ Ինչ եմ ես փորձում անել, նախ ասեմ, որ դա ոչ թե առանձին բուհերի խնդիր է, դա ընդհանուր բուհական համակարգի, որ լավ ու վատ կառավարման process չի, դա պարզապես շատ դժվար process է, երբ որ դու պետք է ապահովես եւ տեսական հիմքը եւ պրակտիկ հմտությունները։ Դա իրականում շատ բարդ է իրականացնել։ Ես վերջին տարիներին իմ առարկաները բոլորը բերել եմ ավելի պրակտիկ դաշտ եւ իմ ուսանողների հետ խոսում եմ ավելի ռեալ кейսերի մասին, վերլուծում ենք հենց շուկայական process-ները, այն ամենը, ինչ այս պահին կատարվում է հայաստանյան շուկայում, ոչ միայն հայաստանյան, նաեւ միջազգային շուկայում, եւ օրինակ ես առարկաներ ունեմ Սլավոնականում, երբ որ ուսանողները գալիս են մեզ մոտ, մեր գործակալություն, ինչի եմ դա այդպես անում, որ իրենք ավելի միջավայրային պատկերացնեն ոնց է process-ները կազմակերպվում, իրենք ավելի ներգրաված լինեն պրակտիկ դաշտի մեջ։ Փորձում եմ հնարավորինս ավելի, ես տենց կատակում եմ մեկ իմ ուսանողների հետ, ասում եմ դուք են տարիքում եք, մենք են տարիքում ենք, որ դուք մեզանից ավելի հմուտ կկարողանաք ցանկացած գրականություն գտնել եւ այսօր դա իրոք շատ լավ է, որ շատ բաց է, աշխարհի լավագույն համալսարանները իրենց գրականությունը բաց են պահում, դու կարող ես on-line տիրույթում գտնես շատ գրքեր եւ եթե մեր ֆունկցիոնալը որպես դասախոս լիներ զուտ տեսական գիտելիքների փոխանցում, այդ պարագայում մի քիչ իմաստասրկվում է, դու պետք է փոխանցես հմտություններ, պրակտիկ դաշտից ուղղություններ, ռեալ кейսերի քննարկում իրականացնել։ Ես փորձում եմ ուսանողների հետ ավելի շատ պրակտիկ դասեր անցկացնել, բնականաբար ինքս շատ կարևորելով տեսական հիմքերը, պահպանելով այդ կապը ստեղծել տեսականից դեպի պրակտիկ։ Մեկ բան է մաքուր տեսական գիտելիքներ, մաքուր պրակտիկ հմտություններ, բայց մեկ բան է այդ գեղեցիկ անցումը, որ հիմնվելով տեսական գիտելիքների վրա ստեղծել այդ կայուն պրակտիկ դաշտը, որտեղ ուսանողը կկարողանա հասկանալ պատճառահետևանքային կապով process-ների իրականացումը։ Դա իմ համար գերխնդիր է, եւ ես փորձում եմ դա անել մեծ սիրով եւ նվիրումով, որովհետեւ շատ պատասխանատու եմ մոտենում։ Այսօր շուկային մոտ գործում են մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ ուսանողի կարգավիճակում նստած են եւ ինձ շատերն են հարցնում, թե իմ գեր ծանրաբեռնվածության մեջ ոնց եմ ես համատեղում նաեւ դասավանդման process-ը
ես գտնում եմ, որ դա մեր սոցիալական պատասխանատվության նաև կարևոր կոմպոնենտն է։ Բացի նրանից, որ ես դա հաճույքով եմ անում, ինքս էներգիա եմ ստանում process-ից, մենք պատասխանատու ենք շուկայի առաջ ու մենք չունենք իրավունք հետո բողոքել շուկայից, որ սա այսպես չի, նա այնպես չի, պետք է մի քիչ ուրիշ ձև լինել, ոչ։ Մենք պետք է ներդնենք այդ շուկայի մեջ, հետո ստանանք արդեն արդյունքը։ Ձեր ուսանողների մեջ տեսնում եք մարդկանց, ովքեր ապագայում ձեր մրցակից չասեմ, բայց ինչու ոչ, այո, մրցակիցը կարող են լինել։ Ինձ դա շատ կուրախացնի, իրականում բոլոր են մարդիկ, ովքեր ինձ հետ առնչվել են պրակտիկ դաշտում, հենց բիզնես տիրույթում, ես շատ եմ սիրում մրցակցություն, ու իմ խորին համոզմունքով մրցակցությունը դա բիզնեսի ցանկացած ոլորտում, առավել եւս մեր ոլորտի նման դինամիկ աճող ոլորտում, դա բիզնեսի զարգացման հիմքերում է։ Առանց մրցակցության տեմպերը մի քանի անգամ դանդաղում են։ Եվ եթե ես իրոք տեսնում եմ ուսանողներ մեծ պոտենցիալով եւ ես հասկանում եմ, որ իրանք մտնելու են ավելի գովազդային գործակալության դաշտ, դա ինձ շատ ուրախացնում է, անկեղծ եմ ես դա ասում, որովհետեւ մրցակցությունը ստեղծում է կայուն զարգացումը շուկայում։ Եվ ասեմ, որ այսօր շատ իմ ուսանողներից մեր գործընկերներն են եւ դա էլ է ինձ շատ հաճելի, որ իրենք կայացել են, իրենք չեն հրաժարվել իրենց մասնագիտությունից, չեն գնացել այլ բաներով զբաղվելու, դա ինձ շատ ուրախացնում է եւ ես միշտ հաճույքով եմ հետևում իրենց կարիերայի զարգացումներին ու հուսամ, որ գնալով ավելի ու ավելի կհպարտանամ իրենցով խոշոր կառույցներում կաշխատեն եւ լուրջ ու գրագետ մարքեթինգային արշավներ կիրականացնեն։ Իսկ լինում են ուսանողներ, որ հետագայում համալրում են ձեր թիմը։ Շատ անգամ կար մի շրջան, երբ որ ես միայն սլավոնականում էի դասավանդում, որ թիմի մեծ մասը հենց իմ ուսանողներն էին, դա շատ հետաքրքիր process է, որտեղ իրենց համար է մի քիչ բարդ է դասախոսից հետո ղեկավար, բայց հեշտ անցումներ լինում, շատ եւ դա շատ բնական process եմ ես համարում, երբ որ ես լեսարանում առնչվում եմ արդեն մի փոքր անգամ այլ աչքով եմ նայում եմ գործատուի աչքով եւ ես պատկերացնում եմ իրենց process-ում, ինչու ոչ, ես մեծ սիրով իրենք դառնում են մեր թիմի անդամ։ Տիկին Յանիկյան, որպես գովազդային գործակալության տնօրեն, դուք եք ընտրում, որ լրատվականների հետ աշխատել, թե հաճախորդը։ Նայեք, process-ները շատ տարբեր են լինում։ Եթե վերցնենք այն իդեալական մոդելը, հաճախորդը մեզ ասում է, որ մենք ունենք այսպիսի արշավ, ներկայացնում է այդպես ասած բրիֆը, եւ դու արդեն ելնելով իրենց մարքեթինգային խնդրից, դու տալիս ես առաջարկ։ Եվ բնականաբար հիմնավորելով, որ այս լրատվականը կլուծի այս խնդիրը, այս լրատվականով մենք ունենանք այս ծածկույթը կոնկրետ արդեն հիմնավորումներով առաջարկ, որը իհարկե կքննարկվի գործընկերոջ հետ եւ կկանք արդեն ավելի այտենց վերանայված, հստակ մի պլանի, որով կշարժվենք։ Բայց ունենում ենք նաեւ այլ process-ներ, երբ որ գործընկերը հստակ ունի իր ցանկը, միշտ չի որ մենք համաձայն ենք այդ ցանկի հետ լինում, ինչու ոչ, երբ համաձայն չենք լինում, բնականաբար կոմունիկացվում ենք, բացատրում ենք, թե ինչի համաձայն չենք, բայց լինում են դեպքեր, որ այնուամենայնիվ իրենք մնում են իրենց նախնական պլանի հետևողական եւ ունենում ենք այդ ինտեգրացիաները։ Մեր գործում շատ տարբեր են մոդելները, կամ ես համար ցանկալի մոդել, եւ բայց լինում են դեպքեր, երբ որ պետք է տվյալ պահի դրությամբ իրականացնել տվյալ արշավը եւ միշտ չի, որ իր բոլոր կետերի հետ դու լինում ես համաձայն։ Ընտրություն կատարելիս առաջնորդվում եք թվերով, դիտումներով, թե կան ամեն դեպքում ինչ-որ նաև արժեքներ, որոնց հետևում եք, եւ կան արդյոք լրատվականներ, որոնց հետ ավելի հեշտ եք աշխատում եւ նոր ընկերությունների հետ բաց եք, ինչպես եք նոր հարթակների հետ աշխատում։ Առաջին հատվածին հիմա երևի ավելի տենց լավ կհնչեր, որ ես ասեի, ով ոչ, մենք թվերով չենք հետևում, թվերին չենք միայն հետևում, մենք առաջնորդվում ենք կոնտենտի որակով, առաջնորդվում ենք լրատվականի անցած ճանապարհով, այո, իհարկե, մենք դրանով առաջնորդվում ենք, բայց սուտ կլինի իմ կողմից ասեմ, որ թվերը ոչինչ չեն փոխում։ Մենք բնականաբար ես միշտ կարևորում եմ լրատվականի անցած ճանապարհը, իր մատուցած կոնտենտը, ունենք տարբեր չափորոշիչներ, թե ինչքանով են իրենք տարածում գտնում, ինչքան են իրենք հենց կոնտենտ գեներատոր։ Մի խոսքով տարբեր չափորոշիչներ կա եւ մենք որակին միշտ ուշադրություն ենք դարձնում, բայց
ներկայիս թվային չափելի աշխարհում դու չես կարող անտեսել նաև թվերի դաշտը եւ ես միշտ իմ թիմին եմ ասում մենք պետք է այդ համադրումը ճիշտ գտնենք չանտեսելով որակական կոմպոնենտը գերի չդառնանք միայն քանակականին այդ միքսը գտնենք Հաջորդ մասը արդյոք կան լրատվականներ ում հետ ավելի հեշտ են, այո, իհարկե կան գործընկերներ ում հետ մենք շատ երկար տարիներ աշխատում ենք, մենք իրար ձեռագիր գիտենք, մենք գիտենք process-ները ոնց ավելի ճիշտ կլինի կազմակերպել, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք օրինակ ունենք լրատվականներ, ում հետ մենք չենք աշխատում կամ բաց չենք նոր դաշտի ներկայացուցիչների հետ աշխատելուն։ Բայց ինձ թվում է բիզնեսում կարևորագույն կետերից է այդ ազնվությունն ու անկեղծությունը։ Ես հիմա կարող եի ասել, որ մեզ մոտ լիարժեք հավասար հարաբերություններ են բոլոր մեդիաների հետ, բայց դա այդպես չի, որովհետև բիզնեսը ինքը նույն կյանքի մոդելի տեղափոխությունը մեկ այլ դաշտ եւ իհարկե կյանքում էլ կան չէ մարդիկ ում հետ ցես ավելի հեշտ է ում հետ զրույցները ավելի մեծ գաղափարներ են ստեղծում նույնը այս դաշտում է դու ունես լրատվականից գործընկերներ ում հետ կարող ես քննարկելու արդյունքում այնքան հետաքրքիր պրոդուկտներ ստեղծել եւ իրենց հետ իրոք հեշտ է մենք ձգտում ենք որ մնացած բոլորի հետ է հեշտ դառնա տարիների ընթացքում հարցս այն էր որ այդ հեշտ լինելը չի խանգարում նոր մարդկանց հետ ավելի բարդ սկսել, որտեղ ամեն դեպքում սկիզբը ավելի բարդ է, քան մարդիկ, որոնց հետ արդեն գիտեք ամեն ինչ։ Չէ, մենք փորձում ենք միշտ բաց լինենք եւ երբեք չենք մոռանում, որ տարիներ առաջ մենք էլ էինք նոր։ Եվ եթե բոլորը առաջնորդվեին նրանով, որ նորերի հետ ավելի բարդ լիներ, միգուցե մենք այսօրվան չհասնեինք։ Ես դա երբեք չեմ մոռանում ու ինձ թվում է ոչ մեկ չպետք է մոռանա իրեն անցյալում, որ իրենք էլ են այդ դժվարությունները հաղթարել, հակառակը շատ հաճախ երբ որ մեծան նոր է, ինչ որ վրիպակների կամ ավելի բարդացված process-ին մենք շատ ներողամիտ ենք մոտենում, որտեղ հասկանում ենք, որ սա գալիս է նաև անփորձությունից, իսկ մենք բոլորս ինչ որ մի этаպում լինում ենք անփորձ, փորձում ենք մի քիչ ավելի գործընկերական մոտենալ process-ին եւ ոչ թե պահանջատիրոջ դաշտում լինել, որտեղ այդպես գործը առաջ չի գնա հաստատ։ Իսկ լինում են դեպքեր, որ օրինակ ինչ որ գովազդ են պատվիրում, որ ձեզ շատ ձեր արժեքներին դեմ է ու հրաժարվեք նման գովազդից, թե դա համարում եք ոչ պրոֆեսիոնալիզմ։ Նայեք, կան եզակի դեպքեր, ես հիմա չեմ ուզենա եթերում դրա մասին խոսել, եզակի դեպքեր, երբ որ այո, դա շատ կտրուկ տարբերվել է, իմ կարծիքով դա եղել է ոչ էթիկապես ճիշտ գովազդ, հանրային շահից չբխող, այսպես անվանեմ։ Եղել են այդպիսի դեպքեր, բայց մնացած մեծամասամբ մենք չենք առաջնորդվում անձնապես մեր պատկերացումներով սա լավ է թե վատ է։ Այո, կան հարցեր, որոնք իրենք չեն բխում հանրային շահից, որ իրենք ապակառուցողական կարող են լինել, այո, այդպիսի ոլորտները մենք կձգտենք չաշխատել, բայց որ ասել օրինակ այս ընկերության բիզնես վարման մոդելը մեզ հոգեհարազատ չի, մենք չենք աշխատի իր հետ, դա էլ ես գտնում եմ պրոֆեսիոնալ չի։ Եվ այդպես չենք առաջնորդվում սուբյեկտիվ ընկալումներով, որ սա ինձ դուր է գալիս, նա ինձ դուր չի գալիս, այս բիզնես մոդելը գրագետ է, նա չէ, այդ դաշտ չենք մտնում, ավելի գլոբալ հարցերով կարող ենք ֆիլտրացիա իրականացնել։ Խոսելով հաջողությունների մասին, թերևս ինձ համար ամենացավալի հատվածին անդրադառնանք հայկական մշակույթում, չնայած վերջին տարիներին բավականին փոխվել է, բայց ամեն դեպքում կնոջ հաջողության հետևում ինչ որ անհասկանալի, անտեսանելի ուժեր են թաքնված, այլ ոչ թե իր աշխատանքը, իր չարչարանքը, իր մտածելակերպը, իր ինքը որպես անհատ։ Եղել են դեպքեր, որ զգաք այդ խտրականությունը, որ ձեր հետևում էլ անհետանելի ուժեր փնտրեն աջակցող։ Ես գիտեմ, որ հիմա շատ մոդայի կա, երբ որ կանայք պատմում են այդպիսի պատմություններ, դրվագներ, բայց ամենայն ազնվությամբ ես երբեք չեմ բախվել այդպիսի իրավիճակների հետ։ Ես միշտ այս հարցը շատ եմ լսել եւ մասնավոր զրույցներում եւ նոր սկսող ոլորտ մտնող կանանցից եմ լսել այս հարցը։ Իրականում ես երբեք չեմ բախվել դրա հետ, կամ ես չգիտեմ, շատ երջանիկ եւ հաջողակ եմ այս հարցում։
ինձ թվում է մի քիչ ուղղակի շատ մոդայիկ է դարձել պատմել նման պատմություն կամ իրականում որոշ մարդկանց մոտ եղել են այդ պատմությունները, ես կարող եմ իմ մասին ասել, որ չէ, երբեք ես չեմ բախվել նման իրավիճակի հետ, երբեք, ու նաև կարող է պատճառը այն էլ, որ իմ մոտ երբեք ոչինչ չի եղել, սենց կտրուկ, շատ աստիճանաբար, շատ մեկը մյուսից բխող, իմ համար շատ կարևոր է կնոջ կայացման մեջ իր կրթությունը, շատ կարևոր է, ու միգուցե իմ անցած ճանապարհում հարցականներ մարդկանց մոտ պարզապես չեն առաջանում, որովհետև շատ տրամաբանական կրթություն, տրամաբանական աշխատանքային փորձ, տրամաբանական աճ, ես երբեք չեմ բախվել նման բաների հետ, շատ տենց լավ կհնչեր, եթե հիմա ինչ-որ դեպքեր պատմեի, որոնք ինձ մոտիվացրել են, ինչ-որ իրավիճակում կոտրել են, հետո ավելի են մոտիվացել, բայց չի եղել այդպիսի բան, ես երբեք նման հարցական հայացքների անգամ չեմ նկատել, կամ չեմ ուզեցել նկատել, կամ չեմ նկատել, բայց երբևէ այդպիսի բան չի եղել, շատ տրամաբանական ճանապարհ եմ անցել ու այդ ճանապարհին է բացարձակ նման հարցականներ չեմ ունեցել։ Իսկ ինչ նոր պլաններ ունեք ապագայի հետ կապված։ Պլանները շատ են եւ առհասարակ 25 թվականը իմ համար շատ կարևոր տարի էր, անցած տարին, այն առումով, որ բավականին բաներ բիզնես տրամաբանության մեջ փոխվեցին։ Ես էլի տենց մասնավոր զրույցներում նշում էի, որ պետք է վախենալ, որ մարդիկ մի քիչ լուռ են լինում, ու 25-ին ես շատ չէի խոսում պլանների մասին, իսկ առհասարակ ես ավելի բաց եմ լինում պլանների մասին խոսելուց, դա նրա մասին էր, որ մենք շատ բաներ ստեղծում էինք, շատ նորություններ, եւ 26-ը մեզ համար, եթե ավելի փակագծերը բացեմ, մեր համար շատ կարևոր է նրանով, որ մենք միջազգային շուկայում մենք երկար տարիներ եկանք, տարբեր շուկաներում գործունեություն ենք ծավալում, տարբեր փորձեր ենք ունեցել եւ հաջող եւ անհաջող, դա էլ պետք է նշել, բայց այս տարի մեզ համար հստակ ուղղություններ ենք վերցրել միջազգային շուկայի զարգացումը եւ իր մասին մի քիչ ավելի շատ խոսել։ Մենք միշտ խոսում ենք մեր հայաստանյան գործունեության մասին, ավելի բաց ենք այդ մասով, բայց միջազգայինը այնպես չի, որ վախում ենք աչքով տալ, չէ, տրամաբանության մեջ չի, բայց ավելի շատ խոսում ենք Հայաստանում հայաստանյան մեր գործունեության մասին։ Բայց այս տարի արդեն, քանի որ պլաններն են ավելի մեծ, որոշել ենք նաև մի քիչ կխոսենք, թե միջազգային շուկայում ինչ գործունեություն ենք ծավալում, ինչեր ենք անելու, ունեցել ենք շատ տարբեր փորձեր այլ երկրներում մասնաճյուղեր բացելու, ինչ որտեղ նաև փակելու, դրանից փորձ ձեռք բերելու, հիմա ավելի գրագետ մոտենալու այդ ամբողջ process-ներին, բայց 26-ը շատ կարևոր տարի է բիզնեսի տրանսֆորմացիոն տեսանկյունից էլ անգամ ավելի միջազգայնացման, ավելի լայն հնարավորությունների եւ դրա հանրայնացման, որտեղ դա եղել է նաեւ 25-ում, 25-ի վերջում մասնավորապես, բայց մենք ավելի լուռ ենք եղել դրա մասին։ Տիկին Յանիկյան, մոտենալով ավարտին, մեր հաղորդման մեջ կա հատված, որտեղ մեր նախորդ հյուրը հաջորդ հյուրին հարց է գրում եւ մաղթանք։ Մեր նախորդ հյուրը եղել է DevSoft ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Գրիգորյանը, փոխանցեմ ձեզ նրա հարցը, ինչ խորհուրդ կտաք ձեզ 10 տարի անց։ Այս պահին 10 տարի անց ինձ ինչ խորհուրդ կտամ։ Երևի թե անդավաճան մնալ իմ սկզբունքներին, որով միշտ առաջնորդվել եմ, եւ նաեւ մի բան, որ մի փոքր ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ եսին, որովհետև հաճախ կերծանրաբեռնվածությունը այդ ամենի մեջ դու ամեն ինչ հասցնում ես գործի մեջ ընտանիքում, բայց մի փոքր քո եսի հետ անցկացրած ժամանակի հաշվին է դա լինում, երևի թե նաև դա ինձ խորհուրդ կտամ, որ կարողանամ այդ ամբողջ ծանրաբեռնվածության մեջ նաև գտնեմ այդ եսի համար ժամանակը։ Պարոն Գրիգորյանը մաղթում է հոգևոր շարունակական զարգացում, որովհետև ներքին աշխարհն է ձևավորում մեր արտաքին իրական աշխարհը։ Շնորհակալ։ Բայց ես կուզեի նաև, քանի որ բիզնեսի միջազգայնացումից խոսեցինք, փոխանցել նաև Բակուր Մելքոնյանի հարցը։ Ճիշտ է, այն ձեր չէր ուղղված, բայց ես ցանկանամ ձեզ էլ ուղղել, որովհետև կապ ունի բիզնեսի միջազգայնացման հետ, որն է ամենակարևոր գործոնը հայկական բիզնեսը համաշխարհային ճանաչման բերելու համար։ Իմ կարծիքով այստեղ շատ կարևոր է, երբ որ դու անգամ
փոքր հաջողության հասնես միջազգային շուկայում, մեր խոսքը չի գնում մեծ հաջողությունների մասին, երբեք չմոռանաս, թե դու որտեղից ես սկսել։ Սա հնչում է շատ sense պարզ, շատ ծեծված արտահայտություն է, չէ՞, մարդկանց համար, բայց իրականում դա շատ կարևոր է եւ ցանկացած պահի, երբ որ դու մոռանում ես, թե դու որտեղից ես սկսել, այդ պահից սկսում են քո մոտ շատ լուրջ խնդիրներ եւ ես եւ մեզ եւ մնացած բոլոր ընկերություններին դա խորհուրդ կտամ չմոռանալ այն կետը, որտեղից մենք սկսել ենք եւ այն սկզբունքները, որով մենք միշտ սկսել ենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես կխնդրեմ, որ դուք էլ մեր հաջորդ հյուրին հարց եւ մաղթանք գրեք։ Մենք դա կկարդանք հաջորդ հաղորդմանը։ Շնորհակալ եմ շատ, անպայման։ Հարգելի հետևորդներ, սա Business Lab-ն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։